Ողջույն, դուք 90+-ի YouTube-յան ալիքում եք։ Տեսանյութում կխոսենք այ խմբի մասին։ Եթե աշխարհի առաջնության խմբերը դասակարգենք բացառապես հարձակման գծի ուժով, ապա այ քառյակը ուժեղագույնն է։ Այստեղ են Սյորլոթ Հոլանդ դուետը, Սադիո Մանեի, Նիկոլա Ջեքսոնի ու Իսմայել Սարի վտանգավոր տրիոն եւ իհարկե Դեմբելե, Օլիսե, Մբապե անկասելի օղակը գումարած Շերկին ու Դուեն որպես աջակցություն։ Չնայած պայթունավտանգ հարձակմանը, պաշտպանությունը այս խմբի գրեթե յուրաքանչյուր թիմում մեղմ ասած միջին կարգի է։ Ամեն դեպքում թղթի վրա ամեն ինչ այսպիսի տեսք ունի։ Կարծես այս քառյակը խոստանում է մեզ պարգևել գոլառատ հանդիպումներ։ Բացի այդ, այս խմբում պատահական հավաքական չկա։ Նույն Իրաքը կարող է զարմացնել, եթե ոչ Ֆրանսիային, ապա Սենեգալին ու Նորվեգիային։ Հարմար տեղավորվեք էկրանների առաջ, ինչպես արդեն հասկացաք, այս տեսանյութում խոսելու ենք մունդիալի մահվան խմբի մասին։ Աջակցեք հոլովակը լայքով եւ բաժանորդագրվեք ալիքին։ Դիդիե Դեշամն արդեն 10 տարի է տառապում է հաճելի գլխացավով։ Ամեն անգամ, երբ խոշոր մրցաշարից առաջ պետք է հայտարարություն ուղարկել յուրաքանչյուր դիրքի վերաբերյալ, տարբեր պատճառներով երկընտրանքներ են առաջանում Դեշամի մոտ։ Կոնֆլիկտների կամ հանրային սկանդալների պատճառով Դեշամը միշտ հնարավորություն է ունեցել հայտարարությունից դուրս թողնել Բենզեմայի կամ Լյակազետի մակարդակի ֆուտբոլիստների։ 2026 թվականին դանակի տակ ընկան Ֆրանսիայի հավաքականի եւս երկու աստղեր՝ Շևալիեն ու Կամավինգան։ Մարզիչը բացատրեց իր ընտրությունը։ Կամավինգան ավարտել է բարդ մրցաշրջան, որտեղ վնասվածքների պատճառով քիչ է խաղացել։ Նա դեռ շատ երիտասարդ է։ Պատկերացնում եմ, թե որքան հուսահատված է, բայց ես ստիպված եմ ձևավորել կազմի կառուցվածքը։ Ինչ վերաբերվում է Շևալիեին, ով որոշ ժամանակ արդեն մեզ հետ էր, ապա նա մի քանի ամիս է չի խաղում։ Մեզ մոտ երրորդ դարպասապահին հատուկ առաջադրանք է տված։ Ռիսերը լավ մրցաշրջան է անցկացրել ու կարող է թիմին ավելի շատ օգնել։ Ինչպես հասկացաք, ֆրանսիացիները կազմի խնդիր չունեն։ Ուկրաինայի, Իսլանդիայի եւ Ադրբեջանի հետ ընտրական խումբը անցավ առանց խնդիրների։ Միայն Ռեյկյավիկում 2-2, իսկ մնացած խաղերում հաղթանակ։ Չնայած նրան, որ Ֆրանսիան մասնակցել է աշխարհի վերջին երկու առաջնության եզրափակիչներին ու 2021-ին հաղթել է ազգերի լիգայի ոսկին, թիմին մշտապես քննադատում են ձանձրալի եւ չափազանց վախկոտ ոճի համար։ Միսիե Դեշամի խաղային փիլիսոփայության հեյթերների համար կա լավ նորություն, որն արդեն վաղուց նորություն չէ։ Դիդիեն կլքի հավաքականը մունդիալից անմիջապես հետո։ Սա կլինի նրա մարզչական կարիերայի ամենակարևոր ու էմոցիոնալ մրցաշարը։ Անցնենք նրա գվարդիայով։ Սկզբից հասկանանք, թե ինչ վիճակ է դարպասապահների գծում առանց Շևալիեի։ Եթե հետևել եք Իտալիայի առաջնությանը, ապա տեսել եք, թե ինչպիսի մարզավիճակում է Մայք Մենյանը։ Անհաջող նախորդ մրցաշրջանից հետո նա կերպարանափոխվել է, կրկին դարձել է վստահ եւ սկսել է փրկել անհնարին թվացող գնդակներ։ Մենյանը ասերի ամլավագույններից է։ Նրա մրցակիցները հավաքականում Բրիս Սամբան է Ռենից եւ Ռոբեն Ռիսերը Լանսից։ Սամբան ուժեղ է դարպասային գծի վրա խաղի ժամանակ, ինչպես նաև ունի լավ ռեակցիա մոտ տարածությունից կատարած հարվածների ժամանակ։ Ռիսերը խոշոր է ու երկար ձեռքերով, լավ է զգում ելքերի ժամանակ։ Պաշտպանության կենտրոնը կձևավորեն արագընթաց ու պամեկանուն, ագրեսիվ ոճով եւ ավելի համեստ Վիլյամ Սալիբան, Անգլիայի նորընծած չեմպիոնը, ձախից Լուկա Դինը Էվերտոնից, աջից Մայլո Գյուստոն Չելսիից, կամ Ժուլ Կունդեն, սակայն Բարսելոնայի ֆուտբոլիստը ոչ այդքան հաջող մրցաշրջան անցկացրեց։ Այստեղ են նաև երկու եղբայրներ Լուկա եւ Տեո Հերնանդեսները եւ երկուսն էլ առաջնությունը ամենայն հավանականությամբ կսկսեն պահեստայինների նստարանից։ Դեշամի տրամադրության տակ է նաև Իբրահիմա Կոնատեն եւ Մաքսանս Լակրուան։ Ինչպես տեսնում եք, Ֆրանսիայի հավաքականի պաշտպանությունը հիմնականում ներկայացնում է անգլիական Պրեմիեր լիգան։ Իսապաշտպանների հավաքածուն նույնպես տպավորիչ է։ Այստեղ է չու ամեն ինչ, ծերացող Նգոլո Կանտեն, Մանու Կոնեն, ով հարմար տեղավորվեց Գասպերինի Ռոմայի համակարգում։ Ողջ մրցաշրջանը մեկ շնչով անցկացրած Ադրիան Ռաբիոն ու Զայր Էմերի ՊՍԺ-ի առաջատարը խաղացած րոպեների քանակով։ Դե իսկ հարձակման գծի մասին առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Այն ֆրանսիացիների մոտ ուժեղագույնն է աշխարհում։ Սպասում ենք մեծ մրցաշարում Մոնակոյի տեխնիկապես հարուստ ու խելացի Ակլիուշի դեբյուտին։ Եռագույնների ճամբարում է նաև անգլիական Պրեմիեր լիգայի գլխավոր հրաշագործ Ռայան Շերկին։ Մարկուս Թյուրամը եւ Ժան-Ֆիլիպ Մատետան նույնպես կլինեն Հյուսիսային Ամերիկայում։ Թիմի մահացու հարձակման գծի առանցքային ֆուտբոլիստներն են Օլիսեն ու Մբապեն ու Պարի Սեն-Ժերմենի եռյակը Բարկոլան, Դուեն ու Դեմբելե։
Դեմբելեն։ Խաղային ոճը դժվար թե փոխվի։ Ոչ մի ռոմանտիկա հանուն ռոմանտիկայի եւ գնդակի ոչ մի տեղափոխում հանուն տիրապետման տոկոսի։ Դեշամն ունի տոտալ մոլուց տարածության եւ խաղի տեմպի վերահսկողության հարցում։ Պաշտպանության ժամանակ թիմը խաղում է 4-4-2, հարձակման ժամանակ հասկանալի է, տարօրինակ քաոս է։ Հարձակվողները կանոնավոր կերպով փոխում են գոտիները եւ նույնիսկ եզրերը, ինչը բնորոշ է Դեմբելեին եւ Օլիսեին։ Եթե օրինակ կենտրոնում գնդակը ստանում է Չուամենին, Ֆրանսիան գրեթե ակնթարթորեն ձգվում է դաշտի ողջ լայնությամբ եւ փորձում է ճեղքել մրցակցի պաշտպանությունը երկարանկյունագծային փոխանցումների միջոցով։ Նման հզոր կազմով եւ փորձառու մարշչով հավաքականի ուժերի սահմաններում է բացառապես ամեն ինչ։ Դեշամը թիմի հեռանկարների մասին հարցերին պատասխանում է մշուշոտ։ Ֆավորիտների թվում լինելու հետ ես խնդիր չունեմ, բայց արդյոք Ֆրանսիայի հավաքականը ավելի շատ ֆավորիտ է, քան Իսպանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Անգլիան, Արգենտինան, Բրազիլիան կամ նույնիսկ Մարոկոն։ Ամեն մեկը կունենա իր կարծիքը, բայց ես գիտեմ, որ երկրպագուները ունեն որոշակի սպասումներ։ Դեշամի համեստությանը կամ խորամանկությանը կարելի է միայն նախանձել, ինչպես նաև զարմանալ Մարոկոյի հասցեին նրա անսպասելի ռևերանսից։ Բայց ինչ էլ որ նա ասի, ֆրանսիացիների դուրս մնալուն մինչև կիսաեզրափակիչ փուլը սպասելը անիմաստ է։ Մնացած յուրաքանչյուր արդյունք կլինի կատարյալ ձախողում։ Մինչև 21-րդ դարը Սենեգալի հավաքականը համարվում էր գաճաճ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլ նույնիսկ հարազատ մայրցամաքում։ Աշխարհի առաջնություններում նրանց չէին նկատում, իսկ Աֆրիկայի ազգերի գավաթում հազվադեպ էր հաջողվում հասնել քառորդ եզրափակիչ։ Փոխարենը նոր հազարամյակում Տերանգայի առյուծները սկսեցին էվոլյուցիա ապրել, առանց ամբիցիաների փոքր թիմից վերածվելով Աֆրիկայի ամենաահեղ ուժի։ 2019 թվականից սկսած ոչ մի այլ աֆրիկյան հավաքական չի կարող պարծենալ նման նվաճումներով։ Տասնամյակի վերջում դարձան փոխչեմպիոն, 2 տարի անց ոսկի, հաջորդ առաջնությունում պայքարն ավարտեցին 1-8-ում, սակայն միայն նրա համար, որ եւս 2 տարի անց հասնեն քաոսային Աֆրիկայի գավաթի եզրափակիչ։ Խաղով Սենեգալը լավագույնն էր մրցաշարում, բայց կուլիսային որոշումները ավելի նշանակալի գտնվեցին, քան սպորտային արդյունքները։ Սենեգալցիների հաղթանակից 2 ամիս անց Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան չեղարկեց եզրափակիչ խաղի արդյունքը։ Վիճելի իրավիճակում խաղացողների դաշտից դուրս գալու պատճառով Տիտրոսը փոխանցեցին Մարոկոյի հավաքականին։ Ինչ վերաբերվում է ընտրական փուլին, Սենեգալը քայլելով անցավ 7 հաղթանակ 3 ոչ ոքի։ Եթե դուք Աֆրիկայի թիմերին հետևում եք միայն աշխարհի առաջնություններում, ապա հավանաբար հիշում եք, թե ինչպիսի համակրելի թիմ ներկայացրեց Ալիու Սիսեն կատարյան մունդիալում։ Եվ ավելի կզարմանաք իմանալով, որ 2024 թվականին այս խելացի մարզիչը այլևս չի աշխատում հավաքականում։ Սենեգալը մարզում է Պապ Տիավը, հետաքրքիր ճակատագրով եւ փոքր ինչ քրեական անցյալով մարզիչը։ Ժամանակին Տիավը մեկնել էր Ճապոնիայի եւ Կորեայի մունդիալին երիտասարդ աստղի կարգավիճակով եւ այդ մրցաշարում օգնեց Սենեգալին հասնել ընդհուպ մինչեւ քառորդ եզրափակիչ։ Նույն տարում Տիավը տեղափոխվեց Մոսկվայի Դինամո, բայց ընդամենը կես մրցաշրջանով։ 2008 թվականի մայիսին Տիավը լինելով Կրետեի խաղացող ընտանեկան վեճի ժամանակ կոտրեց կնոջ քիթը եւ դատապարտվեց 1 տարվա ազատազրկմամբ։ Ազատ արձակվելուց հետո այլևս նորմալ չխաղաց ֆուտբոլ։ 1 տարով հայտնվեց Իսպանիայում, իսկ հետո կորավ տեղեկատվական դաշտից, ընդհուպ միջև երկրի գլխավոր հավաքականի մարշչական նշանակումը։ Տիավը չսկսեց զրոյացնել Սիսեի ժառանգությունը։ Սենեգալը նրա օրոք պահպանեց սովորական հզորությունը, բայց դարձավ շատ ավելի ազատ հարձակման փուլերում։ Եթե նախկինում Տերանգայի առյուծները հաճախ խաղում էին դիմանալու, ճնշելու եւ արագ պատժելու սկզբունքով, ապա թիմը ավելի հոժարական է նախաձեռնությունը վերցնում ձեռքը։ Սակայն մարզիչը վատ չի լեզու գտել վետերանների հետ, կազմում չզրկելով տարիքային խաղացողներից ոչ մեկին։ Կալիդու Կուլիբալին առաջվա պես ցեմենտում է պաշտպանությունը։ Իդրիսա Գեյեն դեռ ընդունակ է լինել դաշտի կենտրոնում, իսկ Էդուարդ Մենդին մնում է աֆրիկյան ամենաբարձրակարգ դարպասապահներից մեկը։ Ու դե իհարկե Սադիո Մանեն, արագությամբ ժամանակին ողջ անգլիական պրեմիեր լիգայի սարսափ տարածող վինգերը նկատելիորեն զիջել է դիրքերը, բայց արդյունավետությունը ոչ այդքան։ Սաուդյան պրոլիգայի ավարտված մրցաշրջանում Մանեն ոչ միայն չեմպիոն դարձավ, այլ ձևակերպեց 10+
գոլային համակարգում։ Ինչ վերաբերվում է երիտասարդներին, հավաքականի գլխավոր հույսերից մեկը Պապսարն է Տոտենհեմից։ Կիսապաշտպանը հետևում է թողել հեռանկարային տղայի կարգավիճակը եւ վերածվել է կարևոր կերպարի։ Ներկայիս Սենեգալում նրա օգնությամբ է անցնում գնդակի առաջխաղացումը։ Կենտրոնում զույգ կարող է կազմել Լամին Կամարան Մոնակոից։ Վատ չի իրացնում ստանդարտները, օժտված է տեխնիկայով, սիրում է հարվածել հեռվից։ Կամարան հակված է դեպի աջ եզր, որտեղից նրա համար ավելի հարմար է սկսել հարձակումը։ Պապտիավը օգտագործում է 4-3-3 սխեման։ Խաղի կառուցվածքով Սենեգալը բավականին ճկուն է։ Բիլդափի բազային ճարտարապետությունը շատ փոփոխական է եւ կարող է փոխվել մրցակցից մրցակից։ Հատկապես շարժուն է հարձակողական գիծը, որին հաճախ աջակցում են եզրայինները։ Սենեգալը հատկապես թերանում է անցումային փուլերում։ Լավ են զգում հարձակման թափ հավաքելու պահը։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանց ընդհանրապես պետք չէ դիրքային խաղարկում, որպես այդպիսին 2-3 հպում եւ արդեն վինգերներից ինչ որ մեկը ներխուժում է տուգանային հրապարակ։ Ընդհանուր առմամբ կարող ենք վստահեցնել, որ եթե թիմի հիմնական կորիզի մարզավիճակը լինի մակարդակի վրա, ապա սենեգալցիները միանգամայն կարող են դառնալ սենսացիայի հեղինակ։ Հիմա հնչելու են թվեր, որոնք արտահայտեն Նորվեգիայի հարձակման ներուժը։ Վերջին 3 մրցաշրջանների ընթացքում Նորվեգիայի 3 հարձակվողները միասին խփել են 162 գոլ, 56-ը Սյորլոտը, 76-ը Հոլանդը, 30-ը Լարսենը։ Եվ սա միայն թոփ լիգաներում։ Եթե հաշվենք բոլոր մրցաշարերը, ապա թիվը ընդհանրապես կանցնի 200-ը։ Թիմում է նաև Էդեգորը Արսենալից, Հաուգենը Բուտյոգլիմտից, Անտոնիոն Նուսան Լայպցիգից ու Օսկար Բոբը Ֆուլհեմից։ Նորվեգիայի հավաքականը երկար տարիներ չէր կարողանում հայտնվել մեծ մրցաշարերում։ Եվրոում վիկինգներին չի հաջողվել խաղալ 8-րդ դար։ Մունդիալին վերջին անգամ մասնակցել են դեռ նախորդ դարում 1998-ին Ֆրանսիայում, երբ Մարտին Էդեգորը 15 տարեկանում պայմանագիր էր կնքում Մադրիդի Ռեալի հետ, իսկ Հոլանդը ոչնչացնում էր մրցակիցներին երիտասարդական աշխարհի առաջնությունում, թվում էր թե Նորվեգիան ուր որե կբարձրանա էլիտա, բայց փոխարենը մշտական ձախողումներ ընտրական փուլերում, միավորների անհեթեթ կորուստներ եւ թիմի զգացողություն, որը հոգեբանորեն չի հասկանում, թե որքան ուժեղ է կազմը։ Ամենադիմացկուն մարզիչը գտնվեց Ստոլե Սոլբակեն։ Նրան մեղադրում էին չափից ավելի զգուշության եւ պրագմատիզմի մեջ, սակայն ֆեդերացիան մարզչի քննադատություններին ուշադրություն չէր դարձնում ու շարունակում էր վստահել նոր ու նոր ընտրական փուլեր։ Իզուր չեն ասում, որ նույնիսկ սկանդինավներում, ովքեր ի սկզբանե հայտնի են տոկունությամբ, նորվեգացիները ամենահետևողականն են համառության մեջ։ Արդյունքում Սոլբակենին վստահելը արդարացված էր։ Մարզիչը ի վերջո կերտեց մի համախմբված կոլեկտիվ, որը հաղթում է մրցակիցներին խաղացվածության, ֆիզիկական հզորության, արհեստական խոտածածկի վրա խաղալու կարողության հաշվին։ Վերցնենք օրինակ ընտրական փուլը։ Հոլանդը գոլ էր խփում կանոնավոր կերպով, նույնիսկ ունեցավ 11 խաղում անընդմեջ գոլերի շարք։ Թիմում գոլ են խփում բոլոր դիրքերի խաղացողները ու հաճախ նույնիսկ փոխարինման մտած ֆուտբոլիստները։ Արդյունքը 7 հաղթանակ 7 խաղից, 37 խփած 5 բաց թողած գոլ։ Առավել դիտարժան էին Իտալիայի դեմ խաղերը։ Նոյեմբերին վիկինգները ջախջախեցին իտալացիներին 4-1 եւ վերջնականապես փակեցին առաջին տեղի հարցը։ Սոլբակենի թիմը խաղում է 4-3-3։ Բիլդափում նորվեգացիները կիրառում են կարճ փոխանցումներ, եւ Հոլանդի վրա երկար փոխանցումներով խաղալու գայթակղությունը իհարկե մեծ է։ Փոխարենը նրանք բավականին համեմատաբար շարժում են գնդակը դեպի կենտրոն, որտեղ ամեն ինչ տնօրինում է Էդեգորը։ Հենակետային գոտում Ֆուլհեմի ֆուտբոլիստ Սանդեր Բերգեն է, ով մեծ ծավալի աշխատանք է կատարում առանց գնդակի, ապահովագրում է կորուստների ժամանակ։ Առանց Բերգեին Նորվեգիան վաղուց բաժանվել էր 2 տարբեր թիմերի՝ հարձակողական եւ պաշտպանողական։ Պաշտպանության գիծը ձևավորված է Չեմպիոնների լիգայում աղմուկ բարձրացրած Բուտյոգլիմտի խաղացողներով եւ Ասերիայի լեգիոներներով, Էստիգորը Ջենոայից եւ Հեգեմը Բոլոնիայից։ Եզրերում ռեակտիվ եւ դիմացկուն Յուլիան Ռյուերսոնն է Դորտմունդից եւ Մարկուս Պետերսոնը Տորինոյից։ Պահեստայիններից խաղը միշտ ուժեղացնում է Անտոնիո Նուսան, ով հնարավոր է նոր սերնդի տաղանդով ամենաօժտված նորվեգացի խաղացողն է։ Լայպցիգի վինգերը ունի դրիբլինգ եւ սահմանափակ տարածության վրա քաոս ստեղծելու կարողություն։ Հենց նա դարձավ ընտրական փուլի բացահայտումներից մեկը։ Դե իսկ լորդերի հարձակողական տրիոյի մասին մենք արդեն խոսել ենք ու ավելացնելու ոչինչ չկա։ Կողմեսներ են Սուլշերն ու Անդրե Ֆլոն, բայց հարձակումը նորվեգացիների մոտ հավանաբար ուժեղագույնն է պատմության մեջ։ Հետաքրքիր կլինի հետևել վիկինգներին մունդիալում։
Մենք հարգանքով ենք մոտենում մրցաշարի բոլոր մասնակիցներին, բայց խնայենք ձեր եւ մեր ժամանակը, ուստի Իրաքի հավաքականի մասին պատմությունը կլինի համեմատաբար հակիրճ։ Սկզբի համար 3 փաստ միջագետքի առյուծների մասին։ Առաջին, Իրաքը նախկինում միայն մեկ անգամ է խաղացել աշխարհի առաջնությունում 40 տարի առաջ։ Երկրորդ, հավաքականի ընդլայնված հայտարարության ընդհանուր արժեքը, որ առնվազն 40 ֆուտբոլիստ էր, չի գերազանցում 20 միլիոն եվրո։ Եվ երրորդ, կազմի կեսից ավելին ներկայացնում են ներքին առաջնությունը։ Չնայած Իրաքը գլխավորում է Գրեմ Արնոլդը, Ավստրալիայի հավաքականի նախկին մարզիչը, ով գրեթե ողջ կյանքը աշխատել է հայրենիքում, իսկ հիմա թոշակի տարիքում նրան հնարավորություն ընձեռվեց մեկնել աշխարհի առաջնություն խորհրդավոր թիմի հետ։ Իրաքում ֆուտբոլը վաղուց դադարել է պարզապես խաղ լինելուց։ Պատերազմի, ճգնաժամի, պատժամիջոցների, մշտական անկայունություն եւ երկրի կողմից գոնե էմոցիոնալ առումով ինչ որ բանից կարճելու անվերջ փորձերի ֆոնին։ Այդ պատճառով հավաքականի հաջողությունները Իրաքում վերածվում են տոնի, կամ պարզապես մարզական իրադարձության։ Թերևս ասիական ֆուտբոլի պատմության ոչ մի հաղթանակ իր մեջ այնքան սիմվոլիզմ չի կրում, որքան Իրաքի չեմպիոնությունը 2007 թվականի Ասիայի գավաթում։ Պետության փլատակների վրա հավաքած թիմը հանկարծակի հասավ ոսկուն եւ մի քանի շաբաթով միավորեց երկիրը ավելի լավ, քան ցանկացած քաղաքական գործիչ։ Անցել է մոտ 20 տարի, բայց հենց այս մրցաշարն է մինչ օրս մնում գլխավոր կողմնորոշիչը ֆուտբոլիստների ու նոր սերունդների համար։ Արնոլդը եկավ Խեսուս Կասասի օրոք գրանցած հերթական անհաջող փուլից հետո, թեև իսպանացին թիմին տվեց կառուցվածք եւ Իրաքը դարձրեց մի փոքր ավելի կարգապահ առանց գնդակի։ Ընտրական փուլում հավաքականը չէր չարչարվում ժամանակակից ոճով խաղալու համար, ագրեսիա մենապայքարներում եւ պայքար դաշտի յուրաքանչյուր հատվածի համար։ Հենակետայիններից մեկը գրեթե միշտ մնում է ավելի խորքում, ապահովագրելով տարածություն կենտրոնական պաշտպանների առջև։ Իսկ հարձակողական գծի գլխավոր խնդիրը որքան հնարավոր է արագ բացել ազատ գոտի, երբ խլել են գնդակը։ Անհատներից նշենք նրանց, ովքեր խաղում են Եվրոպայում։ Յուսեֆ Ամինը կիպրոսական AEK Լառնակայից հարձակման 2 գլխավոր հույսերից մեկն է, մյուսը Ալի Ալ-Համադին է Լյութոն Թաունից, հավաքականի թանկարժեք խաղացողներից մեկը։ Այնուամենայնիվ անգլիական թիմում հիմնականում պահեստայինների նստարանին է։ Ձախ վինգեր Մարկո Ֆարջին Վենեցիայից նույնպես շատ խաղար ժամանակ չի ստանում ակումբում։ Դաշտի կենտրոնում Արնոլդի տրամադրության տակ Զիդանի գալն է Ուտրեխտից, ով ունի փոխանցման բարձր կուլտուրա։ Թիմում է նաև լեհական Կրակովիայի հենակետային կիսապաշտպան Ամիր Ալ-Ամարին, լատերալի դիրքում Մերխաս Դոսկին է Պլզենի Վիկտորիայից։ Նրա միջոցով են իրաքցիները փորձում կառուցել հարձակումները։ Ընդհանուր առմամբ հավաքականը երկնքից աստղեր չի իջեցնելու, ուստի առավելագույնը ինչին ընդունակ է խմբում 1-2 գոլ խփելն է։ Ազգին տոն ֆուտբոլիստներն արդեն պարգևել են մունդիալի ուղեգիր նվաճելով։ Սա այ խումբներ ընկերներ, ուրախ կլինենք ձեր աջակցության համար։ Հավանեք տեսանյութն ու բաժանորդագրվեք ալիքին, ոչինչ բաց չթողնելու համար։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։